Ադրբեջանը հերթական հերյուրանքն է տարածել Բաքվի կոմունայի ղեկավար բոլշևիկ Ստեփան Շահումյանի մասին։ Բաքվում հիմա էլ հայտարարում են, թե Շահումյանը եղել է ոչ թե բոլշևիկ, այլ դաշնակցական եւ նպատակ է ունեցել ստեղծել հզոր Հայաստան։ Այս ամենը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը անհետեցություն որակեց։ Միևնույն է, ինչքան էլ նրանք զառանցեն, ինչքան արխիվարիուսներ գտնեն, ինչքան չեղած ինստիտուտի տնօրեններ գտնեն եւ այլը, նրանց ասածները Շահումյանի հասցեին, դա պլինտուսի մակարդակ ունի։ Այդպիսի թափտպուկների ասելով Շահումյանի հեղինակությունը ոչ կփչանա, ոչ էլ Սարյանի վրա ստվեր կընկնի։ Արևը ապով չես կարող փակես։ Այդ մարդիկ, եթե իրոք օգտվում են արխիվներից եւ օգտվում են գիտական աղբյուրներից, հապա պարտավոր են գոնե գիտության արժեվ ազնիվ մնալ։ Ըստ Ռուբեն Թովմասյանի ադրբեջանցիները այս հարցում հակասում են ոչ միայն սեփական պատմությանը, այլև իրենց սիրելի Հեյդար Ալիևին, որը անձամբ է գնահատել Շահումյանի գործն ու արժանինքները։ Մեր հարևանների նման վախը Ռուբեն Թովմասյանը պայմանավորեց Ղարաբաղյան ճակատում պարտությամբ։ Նրանց աչքին այսօր հայկական ինչ-որ պատմական մի քարն անգամ հիշեցնում է Ղարաբաղը, որտեղ իրենք խայտարակ պարտություն են կրել։ Հայաստանի կոմունիստները ձեռքները ծալած չեն նստելու եւ դիմելու են Ռուսաստանի իրենց գործընկերներին։ Վայրենությունը ինչ ձևով կարող ես կանխես։ Արնակալած աչքեր, Ղարաբաղի ժողովուրդը վերցրել է, ազատագրել է իր տարածքները եւ հիմա որպեսի կարողանան իրենց արդարացնել եւ այդ հարցը թողնել հետին պլանի վրա, աշխատում են ինչ-որ մանրուքներ գտնեն։ Վաղը կգտնեն Մանթաշովի մասին։ Սա է, մենք մեր անելիքն արել ենք։ Մենք որևիցե բան պատ չենք թողնի եւ էլի պատ չենք թողնելու։ Իդեպ Շահումյանի պատիվը պահելու գործում ադրբեջանի կոմունիստների հետ հայ կոմունիստները հույսեր չեն կապում, քանի որ համարում են, որ այդ կուսակցությունը այնտեղ խեղդվում է եւ գոյատևում է վախի մթնոլորտում։ Գայանե Հակոբյան, Սևակ Գրիգորյան, IPF։ Ստեփան Շահումյանի Երևանում գտնվող արձանի եւ այն շրջապատող հուշակարի վրա մեզ այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել որևէ հուշատախտակ կամ նշագրում, որը կհուշեր, որ դա Բաքվի կոմունայի բոլշևիկ առաջնորդի արձանն է։